Հրացանները լիցքավորելով, պատերի տակը պահելով, տան դրան հետևը պահելով, մեր տղաներին կանչում է իրենց տուն, ասում է մեր տունը հյուրեր ունեմ, արեք երկու բառ ստեղ պիտի խոսանք, արեք տուն խոսանք։ Մեր տղաները գնում են իրանց դուրը, շատ կուլտուրական, իշտում են, ձեռով բարևում են, հալ-քեֆ են հարցնում, հալ-քեֆ հարցնելուց հետո ասում են Գրիգոր, դու չես ճանաչում մեզ, առանց ամոթ անելու գնացել ես մեր երեխուն ծեծել ես, ինքն էլ մեկնաբանում է, բա լավ եմ արել, մի բան էլ քիչ եմ արել, ընդեղից սկսում է կռիվը, եթե մենք դատախազի պատմելով գնացել ենք սպանենք Գրիգորին չի ստացվել, սպանել ենք երեխուն, ընդե որ կռիվը սկսում է, խփում են մեր տղաները, Գրիգորը ընկնում է, եթե գնացել են սպանելու միտումով, անպայման ընկածտեղը իրանք կսպանեին, չեն թողի գետնից բարձրանալ, բայց թողել են գետնից բարձրացել է, գետնից բարձրանալն ու որը վկայում է կամերան, 30 վայրկյանում մեր տղաները չեն հասցնում 7 մետր վազելով, սկսում է կրակել մեր տղաների վրա ու այն դեպքում ինքը զենք կրելու իրավունք չունի, ինքը կրակել է իր հոր անունով գրանցված զենքերը, ինքը զենք կրելու, զենք օգտագործելու իրավունք չունի ու այսքանից հետո մեր դատախազը ասում է գնացին սպանեն Գրիգորին չկարացան սպանին Գրիգորի երեխուն, սպանող այնտեղ մենակ իրանք են, մեր կողմից ոչ մեկն էլ մարդ չի սպանել, դրա համար մենք խնդրում ենք արդարադատություն, մեր կողմից կրակել է մեր մահացած եղբայրը, որ ինքը օրինական որսորդ է, կռիվն ունեցել է 2 փուլ, կրակել է 2-րդ փուլում, այն դեպքում, որ մեր երեխեքից մեկը մնացել այնտեղ, իրանք զանգել են, ասել են գալիս եք այդ երեխու հետևը, գալիս եք, չէ, սպանում ենք իրան, մեր տղաները հետ են դարձել, գնացել են նորից դեպքի վայր իջնելով թե չէ, սկսել է ինքը կրակել մեր տղաների վրա, խփել է մի 5 հոգու վիրավորել է, խփել է մեր մահացած եղբորը, որում ինքը չի կարողացել սպանել մեր եղբորը, սպանել են կողքից, ուրիշ զենքով, ուրիշ մարդ է կրակել մեր եղբոր վրա, ինքը փորձել է սպանել, իր մոտ չի ստացվել, սպանել է, հիմա մեր պարոն Գաբրելյանը, մեր քննիչը, ասում է չկա պատրոն, չկա զենք, մի հատ զենք է եկել մեջտեղ, մի մարդու են տարել փորձաքննության, էսի թերի քննությունն է, կողմնակալ քննություն է, կողմնակալ, ու փաստերով մենք նկատել ենք մեր քննիչը իրանց ադվոկատի հետ, իրանց փաստաբանի հետ, իրանց բակում կոֆեի սեղանի շուրջ նստած պայմանավորվում են, որ գնան քննչական ինչ գրեն, որ ասենք ի օգուտ իրանց ի վնաս մեզ, ինքը ես իրան այդ հարցը տվի, ինքը փորձեց թաքցնել, բայց հետո ասեց, բա գնացել եմ գործով մի անգամ թողալ մեր տունը, մեր Արմենին ու իր տղուն տարել են Բերդ, մեր Արմենի կինը 3 անչափահաս երեխեքի հետ տանը, թող մի օր գար հարցներ, ձեր քեֆ հալը ոնց է, այդ ոնց է լինում, միշտ գնում այնտեղ, նստում են, պայմանավորվում են, եթե գործով է գնում, թող մի օր էլ գար մեր տունը, գործով, ինչի համար չեկավ, մենք պահանջում ենք Գաբրելյանի աշխատանքի կարիերայի վերջը, ինքը խայտառակում է մեր Հայաստանը, մեր օրգանը, խայտառակում է ինքը ամենքին, ինքը իրաց տարած քննությանը չի կարա պատասխան տա, եթե կարա պատասխան տա, թող գա պատասխան տա, ինքը պիտի պատասխան տա, ամեն դեպքում պատասխան պիտի տա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։